Մեր խնդիրը այդ հուսահատությունն է, որ հաղթահարելի խնդիր է։ Իր այսօրվա առաջնորդները, եթե հավակնություն ունեն քաղաքական, որևիցե խնդիր լուծելու, առաջի խնդիրը պետք է լինի ժողովրդի այդ դեպրեսիվ վիճակը փորձել խնդիրը լուծել, որ մեր ժողովրդի մեջ վերականգնվի հավատը, թեկուզ փոքր մասնակցությամբ Մուսա Լեռան 110-ամյակին, որին ոչ ոք չեն մասնակցում։ Հասկանում եք, այդ փոքրիկ դիմադրության օջախներից 110 տարի առաջ ծնվեց առաջին հանրապետությունը։ Եթե չլինեին Մուսա Լեռի հերոսամարտը, չլիներ Վանի հերոսամարտը, Ուրֆայի հերոսամարտը, պետություններից հեռու մենակ մնացած մարդիկ անհատական դիմադրություններ են եղել, ասենք Սեբաստիացի Մուրադը մենակ Սեբաստիայից բանը կռվելով հասել է Կովկաս, մենակ եւ փրկվել է։ Այդ դիմադրությունների վտակների գումարը հանգեցրեց 18 թվականի հրաշքին, որտեղ չէր կարող ստեղծվել այդպիսի աղետի մեջ ինքնուրույն իշխանություն։ Եթե Արամ Մանուկյանը չունենար Վանի փորձը, ոչ մի կովկասցի այդ ժամանակ այդ փորձը չուներ, որ այդ դիմադրությունը կազմակերպվեր Հայաստանում։ Այդ դիմադրությունը եղավ, երկիրը փրկվեց, հետո ծաղկեց։ Դրա համար հարկավոր էր այդ դիմադրության այդ փոքր օջախները։ Դրա համար փոքր դիմադրություններից է սկսվում մեծ դիմադրությունը, մերանից է սկսվում մածունը։ Եթե այդ մերանը չկա, մածուն չի լինի։